Տեսեք, նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննիչը թույլ է տվել, մինչդեռ մենք դրա մասին տեղեկություն չունեինք։ Երբ ստացանք որոշումը, պարզվեց քննիչը ոչ թե թույլ է տվել Սամվել Կարապետյանին ուղիղ եթեր մտնել, ոչ թե թույլ է տվել տեսաուղերձներ հրապարակել, այլ բացառապես մեկ տեսաուղերձ ժամկետային սահմանափակմամբ, որը մինչև մարտի 27-ն էր։ Մարտի 23-ին ստանալով նշված որոշումը անհապաղ դիմել եմ քննիչին քանակական սահմանափակումը վերցնելու համար, որտեղ այդ ինչ է նշանակում մեկ տեսաուղերձ, երբ գործադիր իշխանության ղեկավարը ասում է անսահմանափակ տեսաուղերձներ, նույնիսկ ուղիղ եթեր։ Ինչ է տեղի ունենում, քննիչի պատասխանի միջնորդության չեմ պնդում, որ դրանք իրար հետ կապ ունեն, բայց փաստն եմ ֆիքսում, քննիչը նախաքննության ավարտ է հայտարարում եւ իմ միջնորդությունը թողնում է առանց քննության։ Դիմում եմ դատախազին, խնդրում եմ, որ անհապաղ բավարարի նշված միջնորդությունը։ Դատախազը ուրբաթ օրը գործը ուղարկում է դատարան, բայց մինչ այս պահը չեմ ստացել համապատասխան որոշումը իմ բողոքի վերաբերյալ։ Գործընկերներ, եթե դուք ինձ օգնեք եւ դատախազությունը թեկուզ թող նորից նույն խողովակով լինի, այսինքն մենք սկզբից լսենք Նիկոլ Փաշինյանը դրա մասին հայտարարի, հետո ես որոշումը ստանամ, շատ շնորհակալ կլինեմ եւ վստահ եմ մեր հանրությունն էլ կլսի Սամվել Կարապետյանի խոսքը։ Պնդում եք, որ պարոն Կարապետյանը ոչ տեսաուղերձի, ոչ հարցազրույցի հնարավորություն չունի։ Այո, ցավոք սրտի, բայց պնդելով դա խնդրում եմ միանալ մեր բողոքին դատախազության այս պահին, որ նշված մեր միջնորդությունը բողոքը բավարարվի եւ քանակական սահմանափակումը վերացվի, այդ թվում ժամկետային սահմանափակումն է, որտեվ կարծում եմ, որ պատկերացնեք, տենց երևույթ գոյություն չունի, որ օրինակ խոսեն մշտապես մի անձի մասին, իրեն ան մեկ հնարավորություն, որ ինքը տեսաուղերձով պատասխանի, դրանից հետո նորից խոսեն, բայց ինքը չկարողանա։ Հետևաբար այս ստերին ուղղակի եկեք վերջ տանք, բայց մյուս կողմից իրավական տիրույթ ունենանք։ Պարոն Կարապետյանը արդեն սկսել է այլ պետության քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը, թե ոչ, եւ գնեք, այսպիսի մի բան կա, ասում են նա հիմա Ֆրանսիայում ինչ-որ դատական գործերի մեջ է, իսկ նման իրավիճակներում Եվրամիությունը թույլ չի տալիս քաղաքացիությունից հրաժարվել։ Կարող եմ մի բան ասել, որ նշված հարցի վերաբերյալ ամենաճիշտ հասցեատերը եւ հնարավորությունն է պատասխանելու, այնպես որ պատասխան։ Պարոն Ալեքսանյանը ճիշտ է ասել, լավ է ասել, պարզապես ես էլ մի հստակ տրամաբանական բան ասեմ։ Կարծում եմ, որ այդ հարցը ինձ փոխանցելը, որ ես վերջնական հաստատում պատասխան տամ ընթացքի վերաբերյալ, կոռեկտ էլ չէ։ Հենց ճիշտ կլինի Սամվել Կարապետյանին այդ հարցը տալու հնարավորություն լինի, դրա համար էլ թող ապօրինի տնային կալանքը վերացնեն ի վերջո։ Իդեպ մենք շատ խոսում ենք տեսաուղերձներից, բայց մենք ունենք տնային կալանք նախաքննության ավարտի պայմաններում։ Ինչի համար։ Իսկ ինչ վերաբերում է հենց այդ, ես անկեղծորեն եմ ասում, ես իմ համոզմունք ունեմ, որ նշված հարցը թիմակցի, գործընկերոջ, պաշտպանի որևէ անձի կողմից պատասխանելը կոռեկտ չէ այնքանով, որ դա իսկապես հենց Սամվել Կարապետյանի կողմից պատասխանը պետք է ինչի։ Իդեպ, բայց նաև առիթից օգտվելով կարծում եմ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի հետ Եվրոպայի քաղաքացիությունները, գիտեք, Հայաստանի քաղաքացիություն։ Ես կարծում եմ ձեր ձևակերպումը տեղին չէ, հարգելի պարոն Կիրակոսյան, կարող եմ մի բան ասել, Սամվել Կարապետյանի կողմից, երբ պարզապես տեսաուղերձով հանդես գալու մերժում է, դա անում եմ հունվարին, դա անում եմ փետրվարին, դա անում եմ մարտ ամսին, այս նույն շենքում նստածել մարդիկ ասում են դա պրոբացիայի ծառայությունը պետք է թույլ տա, հետո նույն այդ քննիչը եւ դատարանը եւ նույն գործադիր իշխանության ղեկավարը ընդունում են, որ ստում էին այդքան ամիս։ Բա արհեստական բանականությունը ինչի էր ընտրվել որպես լուծում։ Այդ հարցը կարծես մի քիչ մոլորեցնող լինի։ Ասում են չի կարող բարդ հայերեն։ Պարոն Կիրակոսյան, իշխանությունների ստերի վերաբերյալ շարքը դուք ամենալավը գիտեք, որպես լավագույն լուսաբանողներ։